Միջնորդները ներկայացնել նաև Տաշիր կապիտալ տվյալի կողմից նույն ամսաթվին վարույթի հարուցման որոշման հետ միաժամանակ Ռոմանոս Պետրոսյանի որպես ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը կասեցնելու մասով։ Խնդրում եմ այս մասով ևս հայտնել այս միջնորդությունը բավարարվել, ներժվել կամ կասեցնել է թե ոչ։ Պատասխանեք պարոն Կարապետյան։ Եթե չեմ սխալվում, ուշեկելի այդ միջնորդությունը պայմանավորվել էր վարույթը կասեցնելու հնարավոր հետևանքի հետ չէ, այսինքն հաշվի առնելով, որ հնարավոր է կամ չի բացառում կասեցվի վարույթը, այդ դրանով նաև պայմանավորված միջնորդել է իր կասեցնել ժամանակավոր կառավարչի գործառույթները։ Հստակեցնեք։ Շնորհակալ եմ, տեսեք, ներկայացվել է այն երկու հիմքով, առաջին հիմքը Սահմանադրական դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հարցն է, երկրորդը արբիտրաժի որոշման կատարման համար։ Այս երկու հիմքերով է ներկայացված։ 2909-2025 Այս ամբողջին ըստ էության կրկին անդրադարձ արվել է որոշման նախագծում, ավելացնելու այլ բան այս բայդրությամբ չունեմ, ինչ վերաբերում է արբիտրաժի որոշմանը, առհասարակ արբիտրաժի որոշման կատարման հետ կապված հանձնաժողովի նախագահի գրություն արդեն իսկ ստացել են մասնակիցները, հաշվի առնելով արբիտրաժային գործընթացի գաղտնիության հանգամանքը, դրա մանրամասներին հանձնաժողովի օբյեկտիվորեն տեղեկացված չլինելու հանգամանքը, այս մասով այլ բան չունենք ավելացնելու, արբիտրաժային գործընթացի հետ կապված այդ թվում որոշման հետ կապված ցանկացած հարց ուղղակի առաջարկում ենք դիմել մարդու իրավունքների և խանդատանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ գրասենյակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, այստեղ նույնպես ցանկանում եմ հստակ արձանագրենք, որ 2909-2025 թվականի ներկայացված միջնորդությունը ըստ էության վարույթի ավարտման պահին քննության առարկա չի դարձվել։ Հաջորդ հարցը որոշման հիմքում նշված բոլոր կետերը սկսվում են միևնույն նախադասությամբ, ի պատիվ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարչի այսինչ ամսաթվի, այսինչ համարի հյուսան հայտնել է հետևյալը։ Մասնավորապես նախագծի առաջին կետը ԴԵԱ-ի համակարգի մասով, երկրորդ կետը թեժ գրանցումներ, ավելագրումներ, երրորդ կետը նոր միացումներ, չորրորդ կետը ոչ հավաստի վերանայված հաշվետվություններ, 5-րդ երաշխավորություններ, 6-րդ կետը իր բոլոր 9 ենթակետերով։ Այս բոլոր կետերը սկսվում են Ռոմանոս Պետրոսյանի կողմից ներկայացված հիմքերը նշելով։ Որոշման համար ինքնամտածող որևէ խնդիր նշված հիմքերից բաց Ռոմանոս Պետրոսյանից բացի հանձնաժողովը աշխատանք կատարել թե չէ։ Պարոն Կարապետյան, պատասխանեք։ Այո, հանձնաժողովը աշխատանք կատարել է, ինչպես որոշման նախագծում արձանագրված է, հանձնաժողովը իրականացվել է թվով 9 մոնիտորինգ և ժամանակավոր թվով 3 մոնիտորինգ, այդ թվում նաև հանձնաժողովի աշխատանքը ենթադրում է ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բոլոր տեղեկությունների և հաստական հանգամանքների ուսումնասիրություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, այստեղ ևս ցանկանում եմ հստակ արձանագրել, որ գնահատի ընթացքում հարցի պատասխանի ժամանակ է հստակ կլինի, որ հեծի գործունեությունը ընթացիկ ապահովելու համար հեծ գործված Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով հավաքագրված նյութերի հիման վրա ըստ էության վարույթը քննվում այս բանի, անգամ Դավիթ Խուզայցյանի ներկայացված հիմքերի հիման վրա չի քննություն իրականացվում, որոշում է որևէ կարգ չի այն հիմքերի։